Բարոց Սարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1322-րդ օրն է։ 3 ուկրաինական դրոնները հաղթահարել են ռեկորդային 2000 կիլոմետր տարածություն եւ հարվածել են Թյումեն քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանին։ Այս հարվածը վկայում է այն մասին, որ Ռուսաստանում գրեթե այլևս չկան ապահով ու խորը թիկունքային տարածքներ։ Ուկրաինական հարձակման մասին հաղորդել են անգամ ռուսական տեղական իշխանությունները, սակայն ըստ ռուսական քարոզչության ավանդական օրինաչափության պաշտոնական աղբյուրները հայտարարել են, թե իբր բոլոր ուկրաինական դրոնները խոցվել են, իբր Ռուսաստանում վնասներ չկան եւ ոչ ոք չի տուժել։ Միևնույն ժամանակ տեղական լրատվամիջոցները փոխանցում են, որ պայթյունից հետո նավթավերամշակման գործարանի ուղղությամբ շտապօգնության մի քանի մեքենաներ են շարժվել, սակայն անկախ պաշտոնական հայտարարություններից այդ տարածաշրջանում ուկրաինական դրոնների հայտնվելը ինքնին լուրջ եւ մտահոգիչ ազդակ է Ռուսաստանի համար։ Թյումենը գտնվում է Ուկրաինայի ռազմաճակատից ավելի քան 2000 կիլոմետր հեռավորության վրա եւ նման հեռավոր թիրախները, ինչպես օրինակ Թյումենի նավթավերամշակման գործարանը, ըստ էության բացարձակապես պաշտպանված չեն նման հարվածներից։ Ռուսական կողմը պարզապես չէր էլ պատկերացնում, որ Ուկրաինան կկարողանա նման ճշգրիտ եւ հեռահար հարվածներ հասցնել, արդյունքում անգամ օդային տագնապ չի հայտարարվել քաղաքում։ Այս հարձակումը սահմանեց նոր ռեկորդ եւ ցույց տվեց, որ այժմ ուկրաինական դրոնների հարվածային հնարավորության գոտում են հայտնվել նաեւ Ռուսաստանի կարևորագույն արդյունաբերական կենտրոնները՝ Նիժնի Տագիլը, Եկատերինբուրգը եւ Չելյաբինսկը։ Պատերազմը ավելի ինտենսիվ է դարձել, հարվածները շատացել են։ Մեր լսարանը, ովքեր հետևում են նաեւ մեր Telegram-յան ալիքին, արդեն տեղյակ են Ուկրաինայի կողմից Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների դեմ արձանագրված ռեկորդային հարվածների մասին, ինչպես նաեւ ռուս օկուպանտների նոր, բայց անիմաստ հարվածների մասին։ Մի քանի րոպեից այս ամենին կանդրադառնանք ավելի մանրամասն։ Երեկ ես նորից զարմացա ռուսաստանցիների իրավիճակին անտեղյակ լինելու մակարդակից, բավական չէ, որ չգիտեն ինչ է կատարվում ռազմաճակատում ու ինչպես են ռուսական զորքերը ոչնչացվում, նույնիսկ գաղափար չունեն, թե ինչ օրենքներ են պատրաստվում ընդունել իրենց իսկ ռուսական падգամավորները։ Հիմա ձեր էկրաններին ցույց եմ տալիս հերթերը բենզալցակայաններում Ռուսաստանում, շատերը մեկնաբանություններում Ռուսաստանից գրում էին, որ նման բան չկա։ Հիմա ինչպես տեսնում եք լուսանկարներից կա։ Ավելին, հիմա էկրանին հանեցի ռուսալեզու հրապարակումները սննդամթերքի տալոններով դարձնելու պատրաստությունների մասին տեղեկատվությունը։ Մեր լսարանին կխնդրեմ հնարավորինս տարածեք մեր եթերները, թող մարդիկ իմանան, թե ինչ է իրենց սպասում։ Երեկվա եւ 3 առաջի օրվա եթերի տակ վնգստացողներից բացի կան նորմալ մարդիկ, որոնք ապրելով Ռուսաստանում չեն սատարում Պուտինին եւ պարզապես տեղյակ չեն, թե իշխանությունները ինչ նոր փորձություններ են պատրաստում սովորական մարդկանց համար։ Իսկ նրանք, ովքեր շատ են նեղվում իմ տեղեկատվությունից, ասեմ, որ այս ալիքը մեր հայրենակիցների համար է, այստեղ չկա քարոզչություն, չկա կեղծիք, դեզինֆորմացիա, այստեղ մենք քննարկում ենք իրականությունը եւ փորձում ենք հասկանալ ինչպես ճիշտ գործել։ Ցանկացած փաստ, ինչի մասին ես խոսում եմ, այդ ամենի վկայությունը կա Telegram-յան ալիքում կամ տեսանյութերի կամ ֆոտոնյութերի տեսքով։ Ես հասկանում եմ, որ շատերը ապրելով Ռուսաստանում առաջին հերթին լրատվամիջոցներից պրոպագանդա են տեսնում, այնքան են սովորել քարոզչությանը, որ նույնիսկ ազատ ռուսալեզու մամուկ չեն կարդում։ Դե հիմա թող նայեն էկրանին եւ կտեսնեն, թե ինչ է հաղորդվում տալոնների մասին սննդամթերքի ոլորտում։ Էկրանին սկրինշոթներն են ռուսալեզու ազատ մամուլից կամ բելարուսական մամուլից։ Ինձ թվում է, եթե ռուսական մամուլից ինչ-ինչ պատճառներով չեն կարող օգտվել, թող օգտվեն բելարուսականից։ Նույն տեղեկատվությունը կա նաեւ բելարուսական աղբյուրներում։ Մինչ մեր այսօրվա եթերի հիմնական թեմաներին անցնելը, խնդրում եմ մի քանի վայրկյան հատկացնել YouTube-ի գործիքներից օգտվելուն եւ մեր հաղորդումը լայքելու համար, ինչպես նաեւ եթե հնարավոր է տարածեք սոցիալական ցանցերում։ Ինչպես արդեն ասել եմ, ձեր յուրաքանչյուր լայքը եւ տարածումը դա պայքարի միջոց է ռուսական կայսերապաշտության եւ ապատեղեկատվության դեմ։ Մինչ Պուտինյան հայտարարված ռեժիմը փորձում է մեզ ցույց տալ, որ պատասխանում է մեզ Բելգրադի հոսանքազրկման համար, Բելգրադ քաղաքը շարունակում է մնալ առանց էլեկտրաէներգիայի, իսկ ուկրաինական դրոնները Բելգրադից էստաֆետը փոխանցում են այլ ռուսական բնակավայրերին։ Նախորդին երեկոյան Բելգրադ քաղաքում կրկին արձանագրվել են պայթյուններ, այլ ճիշտ պայթյունների շարք։ Քաղաքի կենտրոնում
կենտրոնական հատվածներում էլեկտրամատակարարումը դադարեցվել է, տարածաշրջանի նահանգապետը կոչ է արել մասնավոր տների բնակիչներին գնել գեներատորներ հաջորդ բլեքաութի դեպքում կիրառելու համար։ Բելգրադով չի սահմանափակվում գործողությունը, ուկրաինական դրոնների զանգվածային հարձակումներ արձանագրվել են նաև Կուրսկի, Նիժեգարոդսկի, Վորոնեժի, Լիպեցկի, Կալուգայի, Տուլայի, Ռոստովի, Ռիազանի, Բրյանսկի և Օրիոլի մարզերում, ինչպես նաև օկուպացված Ղրիմի և Սևծովի օդային տարածքներում, թեև տեղական իշխանությունները ջանում են թաքցնել ուկրաինական հարձակումների իրական հետևանքները, սակայն սոցիալական ցանցերում տարածվում են բազմաթիվ կադրեր ռուսական անհանգիստ գիշերվա մասին։ Հոկտեմբերի 7-ի գիշերը ուկրաինական դրոնների հարվածի տակ են հայտնվել Նիժնի Նովգորոդ և Ձերժինսկ քաղաքները, նորից ավիացիոն անվտանգության նկատառումներով տեղական օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել է օդանավերի ելումուտը։ Ականատեսները տեսանկարը հանել են կադրեր, որտեղ հստակ լսվում են պայթյունների ձայներ և տեսանելի են դրոնների թռիչքները։ Ձերժինսկիում գիշերը տեղի ունեցել առնվազն 15 պայթյուն, ինչը խուճապ է առաջացրել բնակչության շրջանում։ Տեղական աղբյուրների համաձայն ռուսական հոբ ուժերը փորձել են խոցել ուկրաինական դրոնները, ինչով ավելի են բարդացրել ռուսաստանցիների կյանքը։ Գիշերային երկնքում երևացել են պայծառ բռնկումներ և լսվել են հզոր շարժիչների ձայներ, ինչը հաստատել են նաև Նիժնի Նովգորոդի բնակիչները։ Ռոսավիացիան հաղորդել է, որ մի շարք օդանավակայաններում, այդ թվում Վոլգոգրադի, Կալուգայի, Նիժնի Նովգորոդի և Յարոսլավլի գիշերային ժամերին կիրառվել են ժամանակավոր սահմանափակումներ։ Առավոտյան այդ սահմանափակումները տարածվել են նաև Սոչիի և Գելենջիկի օդանավակայանների վրա, ինչպես և երեկ առավոտյան Ռուսաստանում արձանագրվել է դրոնների հերթական ալիք։ Նորից հարձակման են ենթարկվել Նիժեգարոդսկի մարզի Ձերժինսկ քաղաքում գտնվող ռազմական գործարանը։ Իմջալոց երեկվա Ֆեոդոսիայի խոցված նավթաբազան շարունակում է ոգևորված այրվել, տեղեկություն կա, որ կրակը տարածվում է։ Ուստի վստահ ենք, մեր տելեգրամյան ալիքում ուկրաինական դրոնների մասնակցությամբ նոր և խոսուն կադրերի պակաս չի լինելու։ Բաժանորդագրվեք և վայելեք։ Իդեպ 25 թվականի սեպտեմբերին ուկրաինական անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են 66500 ռուսական թիրախ։ Օգոստոսի համեմատ այս ցուցանիշը աճել է 10.8%-ով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։ Երեքշաբթի գիշերը Ռուսաստանի բանակը կրկին հարձակվեց Ուկրաինայի տարածքի վրա, կիրառելով հարվածային դրոններ և բալիստիկ հրթիռներ։ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը կարողացել են խոցել և վնասազերծել ռուսական օդային թիրախների մեծ մասը, սակայն ոչ բոլորը։ Ըստ պաշտոնական տվյալների արձանագրվել են 2 հրթիռի և 52 հարվածային դրոնի հասցրած հարված 10 տարբեր ուղղություններով։ Բացի այդ, խոցված թիրախների անկում է գրանցվել ևս 2 վայրերում։ Գիշերը ռուս օկուպանտները փորձել են հարվածել նաև Կիևին, սակայն նրանց այդպես էլ չի հաջողվել իրականացնել իրենց նպատակները։ Փոխարենը ռուսական ագրեսորները հարվածներ են հասցրել Չեռնիգովի մարզի Պրիլուցկու շրջանի էներգետիկ ենթակառուցվածքներին, առանց էլեկտրաէներգիայի են մնացել գիշերը ավելի քան 61000 սպառողներ։ Հիմա իհարկե արդեն վերանորոգվում է։ Երեքշաբթի վաղ առավոտյան հոկտեմբերի 7-ին ռուսական դրոնների հարվածների հետևանքով պայթյուններ են հնչել Պոլտավայում, քաղաքում արձանագրվել է էլեկտրամատակարարման խափանումներ։ Նույն օրը առավոտյան պայթյուններ են հնչել նաև Սումիում, կրկին ռուսական հարվածային դրոնների կիրառման հետևանքով քաղաքում նույնպես առաջացել են էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրներ, էներգետիկները օպերատիվ վերացնում են։ Հոկտեմբերի 7-ի գիշերը ռուսական դրոնները հարվածել են նաև Խարկովին, տեղական քաղաքացիական ձեռնարկության տարածքում արձանագրվել է ավերում և բռնկվել է հրդեհ։ Ուկրէներգոն տեղեկացնում է, որ առավոտյան դրությամբ էլեկտրամատակարարման խնդիրներ կային նաև Դնեպրոպետրովսկի և Դոնեցկի մարզերում։ Չեն դադարում նաև ռուսական բանակի հրետակոծությունները սահմանամերձ և ռազմաճակատին մոտ շրջաններում։ Գիշերվա կեսին ռուս օկուպանտները հարվածել են Խերսոնի Կարաբելնի թաղամասին, ցավոք զոհվել է մի տղամարդ։ ICAO-ն Ռուսաստանին և Հյուսիսային Կորեային մեղավոր ճանաչեց GPS ազդանշանները խլացնելու մեջ։ Իր հավաքից հետո միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հատուկ նշեց Ռուսաստանի դերը նավարկության անկայունացման գործում։ Ես կրկին կոչ եմ անում թռիչքների անվտանգության համար պատասխանատու Հայաստանի համապատասխան մարմիններին անել հնարավոր ամեն ինչ մեր հայրենակիցների, մասնավորապես Ռուսաստան թռչողների առավելագույն անվտանգությունն ապահովելու համար։ Երբեմնի բարգավաճ և հանգիստ Ռուսաստան այլևս գոյություն չունի։ Այդ երկիրը չի տիրապետում իր երկնքում կատարվող իրավիճակին, և թռիչքները այդ պետություն Ռուսաստան վտանգավոր են։ Ամերիկայի նախագահը գրեթե տվել է համաձայնությունը Ուկրաինային Տոմահավք հրթիռների տրամադրման հարցում։ Երեկ մեր Տելեգրամում էլ էի նրա ելույթը տեղադրել, բայց ինչպես գիտեք, իմ մոտեցումը պետք է սպասենք իրական փոխանցմանը, ոչ թե հռչակագրերին, հա։
ՆԱՏՕ-ի անդամ երկրները պատրաստ են ծածկել Տոմահավք հրթիռների ձեռքբերման ծախսերը Ուկրաինայի համար, եթե Ամերիկան վերջնականապես համաձայնի դրանց փոխանցմանը, այս մասին հայտնում է Axios վերլուծական պորտալը։ Ի դեպ, Տոմահավքները ակնհայտորեն վախեցրել են Պուտինին, Ռուսաստանի դիկտատորը հերթական անգամ սպառնում է Դոնալդ Թրամփին դիվանագիտական հարաբերությունների խզմամբ։ Միևնույն ժամանակ եվրոպական Thales պաշտպանական համալիրը մշակել է նոր կոմպակտ զենիթային հրթիռ հատուկ շահեդ տեսակի հարվածային դրոնների դեմ պայքարի համար։ Ըստ Business Insider-ի այդ հրթիռներն արդեն մատակարարվում են Ուկրաինային։ Հիմա սենսացիա, հակառակ բոլոր ակնկալիքներին, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ապշեցրել է բոլորին, երկար տարիներ համարվելով Եվրամիությունում ամենապրոռուսական կառավարություններից մեկը, Սլովակիան կատարել է կտրուկ շրջադարձ, պաշտոնապես հայտարարելով նոր ռազմական աջակցության փաթեթի տրամադրման մասին Ուկրաինային, ինչը սա այն դեպքն է, երբ որ ասում են տեսածներից չենք հավատում։ Սա պարզապես դիվանագիտական քայլ չէ, սա հստակ ուղերձ է, որ նույնիսկ ամենասկեպտիկ հարևանները հասկանում են Եվրոպայի անվտանգությունը անհնար է առանց Ուկրաինայի պաշտպանության, բայց նույնպես սպասենք, թող տեղ հասնի այդ հայտարարված օգնությունը, նոր հետևություններ կանենք։ Իմիջիալոց օրերս Ուկրաինայում ներկայացվել է ծովային դրոնների նոր տեսակ, որն արդեն գործնականում կիրառվել է ըստ որոշ հաղորդագրությունների։ Туапսեի եւ Նովորոսիիսկի նավահանգիստների վրա իրականացված վերջին հարձակումները հենց այս նոր տեսակի ծովային դրոնների առաջին կիրառությունն է եղել, ինչը հաջողությամբ է ավարտվել։ Ի դեպ, ըստ Ուկրաինայի զինուժի ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Դմիտրի Պլետենչուկի, ուկրաինական արտադրության Նեպտուն հրթիռները անցյալ տարի ավելի քան 50 անգամ հարվածել են ռուսական թիրախներին, սակայն ինչպես նշում է Պլետենչուկը, այդ հարվածների մասին հաղորդվում է ոչ միշտ։ Ցավոք, մենք շատ կուրախանայինք ամեն դեպքի լուսաբանման համար։ Անցնենք ռազմաճակատի լուրերին։ Նովոպավլովսկի ուղությամբ հետը մղվել թշնամու 22 եւ Պոկրովսկի ուղությամբ 59 հարձակում։ Վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում ընդհանուր առմամբ տեղի է ունեցել 193 մարտական բախում։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը Կրամատորսկի ուղությամբ հետ են մղել թշնամու 2 հարձակում։ Ռուս ռազմական թղթակիցները հաղորդում են Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացման մասին Սումիի մարզի Ալեքսեևկայի հատվածում։ Ուկրաինական ստորաբաժանումները ոչ միայն առաջ են շարժվել Սումշինայում, այլև հարվածներ են հասցնում Պուտինի բանակի լոգիստիկային Կուրսկի մարզում։ Ուկրաինական դրոնների հարվածների արդյունքում դադարեցվել է վառելիքի մատակարարումը ռուսական ստորաբաժանումներին Կուրսկի մարզում։ Առաջնագծում, բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերը ազատագրել են Սիչնևոյի գյուղը Դնեպրոպետրովսկի մարզում, ուր հակառակորդը պարբերաբար փորձում է ներխուժել։ Մեր տղաները ոչ միայն մաքրեցին բնակավայրը օկուպանտներից, այլև գերի վերցրին մի խումբ ռուս զինվորների։ Սիչնևոն համարվում է Նովոպավլովսկի ուղղության մասը եւ գտնվում է Դոնեցկի եւ Դնեպրոպետրովսկի մարզի վարչական սահմանին։ Ռուս զինվորների բարոյահոգեբանական վիճակը շարունակում է վատթարանալ իմիջիալոց։ Ժամանակավորապես օկուպացված Խերսոնի մարզում ռուսական բանակի հրամանատարները սկսել են զինվորներից վերցնել բանկային քարտերը դիզերտիրությունը կանխելու նպատակով։ Դասալիքություն, հայրեն։ Նմանատիպ դեպքեր ֆիքսվել են նաև Ղրիմում, ուկրաինացի պարտիզաններն են վկայում։ Մարտի դաշտում միայն մեկ օրում Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել են 1020 ռուս օկուպանտ, ոչնչացվել է նաև 3 տանկ, 6 զրահամեքենա, 29 հրետանային համակարգ եւ թշնամու 458 միավոր տեխնիկա եւ զինամթեր։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանի բանակը լայնածավալ պատերազմի սկզբից կորցրել է արդեն 1,117,360 զինծառայող։ Ռելիզը ձեր էկրաններին է։ Ինչպես արդեն ասացի, երեք պատերազմը հերթական նոր փուլն է թևակողել, որպիսի տեղյակ լինեք բոլոր մանրամասներից, խնդրում եմ բաժանորդագրվեք մեր Telegram-յան ալիքին նաև եւ օրը 24 ժամ ստացեք ակտուալ տեղեկատվություն։ Չեմ ուզում շատ երկարացնել երեքշաբթի օրվա եթերը, շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերը սոցիալական ցանցերում։ Ցանկանում եմ ձեզ ինչպես միշտ ամենալավն ու բարին եւ հուսամ կհանդիպենք արդեն վաղը ավելի լավ նորություններով։ Մինչ նոր հանդիպում։